Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն ապրիլի 21-ն է։ Հայաստանից էլ հարցեր կան քննարկելու կարևոր, ինչպես նաև Իրանի շուրջ զարգացումները բավականին հետաքրքիր են, միանգամից ասեմ, Իրանը հերքում էր, որ չի մասնակցելու բանակցություններին եւ ահա քիչ առաջ տեղեկանում ենք այն մասին, որ դա Axios-ն է հաղորդում, որ Իրանը այնուամենայնիվ կմասնակցի բանակցություններին, որոնք կայանալու են Իսլամաբադում ամենայն հավանականությամբ արդեն վաղը։ Միջայլոց այսօր արդեն վերջին օրն է հրադադարի եւ տեսնենք, եթե վաղը բանակցությունները կրկին հաջողությամբ չպսակվեն, ապա արդեն մեծ հավանականությամբ կարելի է խոսել նրա մասին, որ պատերազմը կվերսկսվի եւ դրա հավանականությունը բավականին մեծ է։ Մանրամասն կխոսենք եւ կքննարկենք այս հարցը, սակայն կարծում եմ ճիշտ կլինի սկսել երեկվա Փաշինյանի ելույթից, երկար հայտարարություններից, որոնցից որ մենք կրկին շատ բան ենք հասկանում։ Փաշինյանի մտքերից, իր քաղաքականության շուրջ կառուցվող փիլիսոփայությունից եւ մոտեցումներ։ Փաստացի սա նախընտրական ծրագիրն է եւ հիմքն է, ինչի վրա որ կառուցված է լինելու մոտակա 5 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքականությունը, եթե Փաշինյանը կրկին կարողանա հաղթանակ տանել այս խորհրդարանական ընտրություններում։ Ամենակարևորը կարծում եմ մեզ համար այդտեղից կփորձեմ իհարկե այդտեղից առանձնացնել ամենակարևորը մեզ համար։ Փաշինյանը ասում է, որ մենք գիտենք, որ համատեղելի չեն ԵԱՏՄ-ն եւ Եվրամիությունը, սա ինքը մեկ անգամ չէ որ ասել է, արդեն քանի անգամ ասել է եւ լավ է որ կրկին ասում է, եւ Փաշինյանի խոսքերով քանի մեր դեռ օրակարգերը համատեղելի են, Հայաստանը դուրս չի գալու ԵԱՏՄ-ից, բայց երբ որ ժամը գա եւ պահը գա, անպայման որոշում կայացնելու է։ Նա խոսել է նաեւ այն մասին, որ 2023 թվականից ի վեր Հայաստանում գտնվում են Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, մեծ նպաստ է բերել փաստացի Հայաստանի արևելյան սահմանների կայունությանը։ Նրանց բացի Փաշինյանը նշում է, որ 2024 թվականին Եվրամիությունը ընդունել է որոշում, որով որ խաղաղության հիմնադրամի միջոցով Հայաստանին օգնություն է տրամադրել, շատ կարևոր օգնություն, եւ այս հայտարարությունները անում են այն նպատակով, որ բոլորը շատ լավ հասկանան եւ տեսնեն, թե որքան կարևոր դերակատարություն է ունեցել Եվրամիությունը Հայաստանում կայունության հաստատման գործում։ Նրանց բացի Փաշինյանը վստահ կրկին մեկ անգամ եւս նշում է, սա նրանց համար, ովքեր որ չեն ուզում լսել եւ իմանալ այդ հայտարարությունները, որ երբ Հայաստանը կհամապատասխանի եվրոպական չափանիշներին եւ Եվրամիությանը անդամագրվելը կդառնա քաղաքական որոշման հարց, եւ դա կախված արդեն կլինի նրանից, թե արդյոք Եվրամիությունը պատրաստ կլինի ընդունել Հայաստանի Հանրապետությանը իր կազմում։ Փաշինյանը նաեւ խոսում է նրա մասին, որ այնուամենայնիվ այդ որոշումը կայացնելու Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Ես հասկանում եմ այսպես, որ հանրաքվե տեղի կունենա եւ այդ որոշում հանրաքվեի միջոցով կկայացվի։ Եվ մինչև դա անպայման մենք պատկերացում կունենանք, թե Եվրամիությունը ընդունելու է թե չէ Հայաստանին իր կազմի մեջ։ Բայց ամենակարևոր իր ելույթի մասը վերաբերվում էր Արցախին, մեր պատմության վերջին 30 տարիների գնահատական տալուն, եւ ես սիրելի հայրենակիցներ կրկին մեկ անգամ եւս մեկ եզրահանգման եմ գալիս, որ Փաշինյանը այս 8 տարիների ընթացքում, որ ինքը իշխանության է եւ անցել է պատերազմի եւ այլ դժվարությունների միջոցով, Ռուսաստանի հետ հարաբերությունների, քաղաքական, տնտեսական ճնշումների միջոցով, ինքը հստակ այն եզրահանգմանն է եկել այս 8 տարիների ընթացքում, կարող է եթե կառավարեր ասենք 25 տարի կամ 50 տարի, դες կատակով եմ իհարկե սա ասում, բայց իմաստը ուզում եմ ասել այն, որ այս 8 տարիների արդյունքում եկել է այն եզրահանգմանը, որ Արցախյան շարժումը չպետք է շարունակվի։ Ես անձամբ փոքրուց դաստիարակվել եմ եւ ինձ դաստիարակել եմ պատմական գրքերի վրա տարբեր ազգային գաղափարների
վրա հիմնվելով այն գաղափարով, որ Արցախը մերն է, բայց այսօրվա պատերազմի արդյունքներով ես հասկանում եմ, որ մենք պետք է ռեալիստ լինենք, եթե կորցնենք այդ իրականության զգացմունքը, մենք կվտանգենք Հայաստանի Հանրապետությունը։ Ու բնականաբար մեր սերունդը իրավունք չունի վտանգելու Հայաստանի Հանրապետությունը։ Դրա համար այն, ինչ խոսում է Նիկոլ Փաշինյանը, ցավոք ինձ համար թվում է շատ տրամաբանական։ Ինչու եմ ասում ցավոք, քանի որ ես ուզում էի, որ այդպես չլիներ։ Կրկնեմ, փոքրուց այլ ձևով եմ դաստիարակվել, պատմություն եմ ընթերցել, տեսել եմ, հասկացել եմ, թե որքան խորը կապ ունի մեր ժողովուրդը Արցախի հետ, ոչ միայն Արցախի հետ, Նախիջևանի, Ղարսի, Արևմտյան Հայաստանի եւ այդպես շարունակ այդ դառնությունը, որ առաջացել է մեր պատմության մեջ թշնամիների եւ օտարների պատճառով, ես անընդհատ զգացել եմ իմ մեջ, բայց հիմա հասկանում եմ մեկ բան եւ շատ ավելի պարզ եմ տեսնում դա, որ եթե մենք շարունակենք իրոք Արցախյան շարժումը հիմա այս պահին, այս վիճակով թուլացած, ապա մենք միանշանակ վտանգելու ենք Հայաստանի Հանրապետության գոյությունը։ Դրա համար ես եմ համոզված, որ այս պահին խաղաղությունը շատ ավելի նախընտրելի է, քան պատերազմը, քանի որ այդ պատերազմում դժվար թե մենք կարողանանք հաղթել։ Եթե այլ արդյունքներ ունենայինք 2020 թվականին, ամեն ինչ այլ կերպ էր լինելու։ Եվ հիմնականում դա էր փորձում բացատրել նաև Նիկոլ Փաշինյանը երեկվա իր ելույթի ընթացքում։ Ուղղակի միակ տարբերությունը իր մոտեցումների եւ իմ մոտեցումների մեջ այն է, որ պատմությունից մենք տեսել ենք մեկ բան. եթե պատմությունը չի ստում, ապա իրականությունը այն է, որ թուրքը երբեք չի փոխվում։ Եվ ինչքան էլ ուզում ես, որ թուրքի հետ խաղաղության մեջ ապրես, խաղաղություն լինի տարածաշրջանում, այդ խաղաղությանը դժվար կլինի հասնել, եթե ոչ անհնարին։ Սակայն, կրկնեմ, մեկ բան շատ կարևոր է կրկնել, այս պահի դրությամբ մենք այլընտրանք չունենք։ Այս պահի դրությամբ մենք պետք է գնանք խաղաղության օրակարգով եւ բոլորից շատ մեզ է ձեռնտու այդ խաղաղությունը եւ խաղաղության պետք է ձգտենք։ Ահա սա է նաեւ իմ եզրահանգումը եւ սա էր փորձում բացատրել Նիկոլ Փաշինյանը։ Անցնենք մնացած հարցերի քննարկմանը։ Երեք շատ հետաքրքիր հանդիպում է ունեցել եւ կարեւոր հանդիպում է ունեցել Սուրեն Պապիկյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչի հետ Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում, քննարկել են ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները։ Նման հանդիպում է տեղի ունեցել նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի գրասենյակում։ ՆԱՏՕ-ն բնականաբար նույնպես շատ կարևոր գործընկեր է Հայաստանի համար, սակայն մենք տեսնում ենք, թե ինչպիսի լուրջ ճգնաժամ է ապրում նաեւ ՆԱՏՕ-ն, բայց իմ համոզմամբ այս պահի դրությամբ ՆԱՏՕ-ն կարծես թե վերածվում է կամ փոխվում է ավելի եվրոպական անվտանգության կառույցի։ Դրա համար այնուամենայնիվ ՆԱՏՕ-ի հետ մեր կապերը պետք է շատ ամուր լինեն։ Շատ հետաքրքիր հայտարարություն է արել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Թալաթ Մասադիկովը։ Նա ասել է, որ արձանագրում ենք հուսադրող միտումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության միջպետական համապարփակ համաձայնագրի ստորագրման շուրջ, այսինքն հույս ունի, որ այդպիսի համաձայնագիր կստորագրվի, խաղաղության պայմանագրի մասին է խոսքը, եւ նա ասում է, որ իրենք կարծում են, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հարավային Կովկասում տևական խաղաղության եւ կայունության հուսալի ուղի է։ Ինչու ծիծաղեցի այս հայտարարությունից։ Ամիսներ առաջ, մոտ 2 ամիս առաջ, եթե չեմ սխալվում, դուք էլ ինձ կարող եք հիշեցնել, սիրելի հայրենակիցներ, լրիվ այլ բան էր ասում ՀԱՊԿ-ը, ասում էր, որ կոնֆլիկտը սրվել է, Հայաստանի եւ Ադրբեջանի մեջ այն իրական է, կարող է պայթել, եւ հիմա լրիվ այլ հայտարարություններ է անում, այն ժամանակ ես ասում եի, թե որտեղ եք տեսնում կոնֆլիկտ։ Շատ ակտիվ խաղաղության գործընթաց է հիմա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որտեղ եք տեսնում կոնֆլիկտ, եւ հիմա իրենց հակասելով փոխել են իրենց հայտարարությունների գաղափարը եւ եկել են իրականության դաշտ։ Երեք հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Իլհամ Ալիևը, խոսել էր խաղաղության մասին Հարավային Կովկասում, բայց նույն ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարություն էին կանչվել Բելգիայի եւ Նիդերլանդների դեսպանները։ Բաքուն խիստ բողոք էր հայտնել ապրիլի 16-ին
երկրների խորհրդարանների կողմից փաստաթղթի ընդունման վերաբերյալ եւ այդ փաստաթղթերը իրենք ընդունում են որպես անհիմն գնահատականներ, որոնք խաթարում են Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ խնդիրներ են ստեղծում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի մեջ։ Դրանց բացի Բաքուն հերքել է հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումների եւ նրանց անօրինական կալանավորումների մեղադրանքները։ Պարզ է, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Ադրբեջանը փորձում է հերքել ամեն ձև, որ իրենց մոտ կան գերիներ, լրիվ այլ կերպ են ներկայացնում մեր գերիներին եւ այդպիսի բանաձևերը, որոշումները Ադրբեջանի համար խիստ անընդունելի են։ Ու անկեղծ ասեմ, այսպիսի դիրքորոշում Ադրբեջանի կարող է լուրջ խնդիր դառնալ կարգավորման գործընթացի համար։ Հիմա առաջարկում եմ խոսել սիրելի հայրենակիցներ Իրանից հետաքրքիր զարգացումներ կան, քանի որ մենք տեսնում ենք Իրանից հետաքրքիր հայտարարություններ, որոնք որ շատ բան են փոխում։ Իրանը արտգործնախարարության խոսնակի միջոցով հիմա այս առանձնացրել եմ այդ հայտարարությունները Գալիբաֆի հայտարարությամբ, նախագահ Մասուդ Փեզեշկյանի հայտարարությամբ, ինչպես նաև արտգործնախարար Աբբաս Արաքչիի հայտարարությամբ ասում են այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հուսալի բանակցող չեն եւ այն պայմանավորվածությունները, որոնք որ ձեռք են բերում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, դրանք խախտվում են։ Ասում են, որ շատ վատ փորձ ունենք բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ բանակցությունների ժամանակ էլ կարող են հարձակվել մեզ վրա, ինչպես որ դա տեղի ունեցավ նախկինում։ Այսինքն պատկերացնում են հիմա էլ, որ այս բանակցությունները կարող է չավարտված Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված հասցնի Իրանին։ Դրանից բացի իրենք ներկայացնում են այնպես, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նույնիսկ այս հրադադարի ռեժիմն է խախտել։ Անկեղծ լինենք, կան կետեր, որ իրոք խախտվել են, բայց ավելի շատ խախտվել են Իսրայելի կողմից։ Օրինակի համար Լիբանանում հրադադարի մասը խախտվել է Իսրայելի կողմից։ Ինչ վերաբերվում է Հորմուզի նեղուցին, ես չեմ կարծում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավորվել էր շրջափակումից դուրս հանել Իրանը ծովային շրջափակումից նրա դիմաց, որ Հորմուզը բացվի։ Դա կարծում եմ սուտ է, բայց սա էր հիմնական պատճառը, որ Իրանը կրկին փակեց Հորմուզի նեղուցը։ Բայց հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել եւ շատ կարևոր հայտարարությամբ Սի Դինպինը, Չինաստանի ասացի ղեկավար Սի Դինպինը ասել է, որ Հորմուզի նեղուցը պետք է բացվի, քանի որ այն շատ կարևոր է ամբողջ աշխարհի համար, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համար։ Թրամփը այնքան հայտարարություններ արել, որ բոլորին դժվար թե կարողանան կանդրադառնալ, օրեկան կարող է 30-40 հատ հայտարարություն անել, մի փոքր ավել, բոլոր հայտարարություններին դժվար է ծանոթանալ եւ հասկանալ, նույնիսկ հասկանալ։ Վերջին օրերին այնպիսի հայտարարություններ անում, որ հասկանալ էլ չես կարող, թե ինչպես օրինակի համար իրանական բեռնատար նավերը մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որպեսզի նավթ, իրենց փայբաժին նավթը բերեն Իրան։ Ինչ-որ տարօրինակ հայտարարություններ էլ է շատ անում Թրամփը, դժվար է հասկանալ, երևի ծաղրում է կամ իր հոգեկան վիճակը մի փոքր այլ բանի մասի է վկայում, չեմ կարող ասել, բայց փաստը այն է, որ ինքը հաստատում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները բանակցությունների համար Վենսին, Ուիտկոֆին եւ Քուշներին ուղարկում են Իսլամաբադ։ Տեղեկություն կար, որ արդեն գտնվում են նրանք Իսլամաբադում, բայց կան տեղեկություններ, որ չէ, դեռևս չեն գտնվում, բայց այսօր արդեն անպայման նրանք կլինեն Իսլամաբադում բանակցությունների համար։ Իրանը մինչև վերջ հերքում էր եւ կարծես մինչև հիմա էլ հերքում է, որ մասնակցելու է բանակցություններին։ Ասում էր, որ չենք մասնակցելու։ Փեզեշկյանը ասում էր օրինակի համար, որ փիլիսոփայական հայտարարությամբ էր հանդես եկել, որ պայմանավորվածությունների կատարումը դա հիմք է բանակցությունների համար, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները միշտ դա
խախտում է եւ պահանջում է կապիտուլյացիա Իրանից, բայց ասում է, որ մենք չենք տրվի, կապիտուլյացիայի չենք ենթարկվի, ասում է Փեզեշքյան։ Այսինքն այնինչ ես էի այնինչ քիչ առաջ ներկայացրի, բոլորը նմանաձև մի բերան նույն հայտարարություններն են անում։ Ինչ է ասում Իրանի խորհրդարանի ղեկավար Գալիբաֆը, Խալիբաֆը, տարբեր լեզուներով տարբեր ձև է հնչում, մեծ հաշվով նշանակություն չունի, կարծում եմ։ Նա ասում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձում են պարտադրել կապիտուլյացիան սպառնալիքների միջոցով, բայց Թեհրանը ունի նոր քարտեր, որոնք որ կօգտագործի ռազմական գործողությունների ժամանակ, եթե այդ ռազմական գործողությունները վերսկսվեն։ Փաստացի Արաքչին էլ նման ինչ-որ հայտարարություն է անում, ընդհանուր ոճը նույնն է։ Չեմ կարծում, որ ամենքի հայտարարությունը առանձին պետք է ներկայացնել, քանի որ ոճային իմաստով նույնն է դարձել։ Ամենակարևորը կարծում եմ մեզ համար այն է, ինչի մասին ես 2 օր է խոսում եմ, եւ հիմա փաստացի նույնն է ասում նաեւ Axios-ը։ Axios-ը տեղեկացնում է այն, որ Իրանում այսօր փորձում են ձգձգել բանակցությունները, քանի որ իսլամական հեղափոխության այդ կորպուսի պահապանների ուժը շատ ավելի գերակշռող է դարձել երկրում, սա արդեն Axios-ն է ասում։ 2 օր անց այն բանից հետո ինչ ես էի ասում։ Ու դրա համար շատ բարդացել են բանակցությունները, քանի որ այդ իսլամիստ հեղափոխական կորպուսի պահապանների ազդեցությունը ավելի է մեծացել երկրում, ոչ ոք չի կարող նորմալ բանակցել։ Բայց այդ նույն աղբյուրի տեղեկություններով վերջին պահին 3 գիշերը Մոջթաբա Խամինին տվել է համաձայնություն, որ իրանական կողմը մեկնի բանակցությունների։ Այսինքն այն, որ ամերիկացիները մեկնում էին բանակցությունների եւ ասում էին, որ բանակցությունները կկայանան, Թրամփը ասում էր, իսկ Իրանից հերքում էին, փաստացի հիմա ստացվում է այնպես, որ Թրամփը ասում էր այն ինչ կա, իսկ իրանական կողմը կրկին ստում էր։ Դրանից բացի Թրամփը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխատում են նոր պայմանավորվածությունների վրա Իրանի հետ։ Նորը շատ հետաքրքիր է, երևի ինչ որ փոփոխություն կարող է տեղի ունենալ, ես այսպես եմ սա հասկանում, Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքորոշումների մեջ, երևի նոր փաստաթուղթ լինի եւ ըստ Թրամփի, եթե այդ փաստաթուղթը ընդունվի, ապա այն խաղաղություն է հաստատելու ամբողջ Մերձավոր Արևելքում Իսրայելի համար, Մերձավոր Արևելքի համար, Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Հետաքրքիր տեղեկություններ ունենք նաեւ Կուբայից, Իրանի մասը ավարտելով ասեմ, որ տեսնենք ինչպես կընթանան բանակցությունները, կընթանան թե չեն ընթանա, հետո նոր արդեն անենք առաջին եզրահանգումները։ Ուրեմն Կուբայի մասով էլ կարևոր է նշել, որ բանակցություններ են ընթանում Կուբայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, նրանց ներկայացուցիչների միջև։ Թրամփը ասում էր, որ Կուբան հաջորդն է լինելու, այդ ծովային շրջափակումը բավականին կարևոր արդյունքներ է տվել Թրամփի համար, բավականին ծանր իրավիճակում է հայտնվել Կուբան, գնում է բանակցությունների, տեսնենք այդտեղ էլ ինչ զարգացումներ կլինեն, բայց Թրամփը լուրջ ճնշում է գործադրում նաեւ Կուբայի վրա։ Ուկրաինայից մեծ հաշվով շատ բան չունենք խոսելու, նոր ահատեղեկություն ստացա, որ Ռուսաստանի Դաշնությունը կրկին հարված է հասցրել Խարկովին եւ նախնական տվյալներով կան վիրավորներ, հնարավոր է նաեւ զոհեր։ Այսքան այս պայդրությամբ հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։